Բարև սիրելի ներկաներ, այսօր Գեղարքնքի մարզի Երանց գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ A դասարանում կազմակերպվել է միջոցառում նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյանը և գրքի տոնին։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 19-ին Նորվա Դսեղ գյուղում։ 1877-79 թվականներին սովորել է Ջալալոհու նորաբաց դպրոցում, 1883-ից 89 թվականներին սովորել է Թիֆլիսի Նևտիսյան դպրոցում, սակայն ծանր նյութական պայմանների պատճառով 1877 թվականին թողել է ուսումը և ստիպված է եղել աշխատել։ 1855 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է Լեննադու գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Երենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարո Սարհայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Ախվանյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։ 1921 թվականին Հովհաննես Թումանյանը մեկնել է Կոնստանդնուպոլիս, հայ գաղթականներին օգնություն գտնելու նպատակով, վերադարձել է հիվանդացած, մահացել է 1923 թվականին Մոսկվայում, նրա ստեղծագործությունների հիման վրա նկարվել են բազման ֆիլմեր և նաև նրա ստեղծված բառերի վրա գրվել են երգեր։ Ինչքան ցավ եմ տեսել ես, նենք ու դավ եմ տեսել ես, տարեր, ներել ու սիրել, վատը լավ եմ տեսել ես։ Վերջացավ, կյանքս մաշվեց վերջացավ, ինչուս ունեք ու չելակ, ինչ խրդությունը վերջացավ։ Անցկացան, օրերթարան անցկացան, ախու վախու դարներով, սիրտս կերան անցկացան։ Ուր կորան, մուտիկները սուր կորան, իշկան լացի, ձենացի, ձեն չտվին կորան։ Ետ չեկավ, գնաց, ետ չեկավ, անկուշ թողին, սեփողին, գերի մնաց, ետ չեկավ։ Վասել են անպես, երիշները իմ անպես, ճան հայրենից
Հետ ճամփաներ, անդարձ ու հին ճամփաներ։ Երկու դարի արանքում, երկու քարի արանքում, հոգնել եմ արոքել ու ինը ցավի արանքում։ Երկու շիրի իրապից, ավերժական լուր դրկից, աղծուն են պաղուխորում, սեիշ կարողաշկից։ Երազումս մի մակի, մոտս եկավ ասմուքի, ասված մայքի խորորդի, ոնց էր համա իմ ձակի։ Քանի մարդ կային սրտում, թափուր գահ կային սրտում, չէ, դու էլ ես մահացում, մահի ահ կային սրտում։ Գանա վարար գետ եկեք, անցած օրեր խինդուսեր, դարձեք իրար հետ եկեք։ պատմում է մի ընտանիքի հիվանդ երակայության մասին։ Սյուժեն պատմում է ընտանիքի մասին, որտեղ հայրը, մայրը և երեք դուստերները հիմնավորելով միայն աղջկա երակայության վրա ողբում են Նիկոսի ծառի ծնկներով քարի ջիջելով մեռնելու համար։ Հեքիաթի հիման վրա նկարահանվել է մուտքը։
աղջկան ու ասում է ջուր բերելու։ Աղջիկս գնայց համար մի կուր ջուր բեր։ Լավ, հայրիկ։ Աղջիկը գնում է աղբյուրի վերևում տեսնում է մի ծառ եւ սկսում է իրեն երևակայել։ Հիմի որ ես գնամ մարդի, ունենամ մի հատ որդի, անուններ դնեմ Կիկոս, այս Կիկոսը կա, հելնեսան ու գլուխը դիպչի քանի, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Այս աղջիկը գնում է ու չի վերադառնում։ Մայրը տեսնում է եւ միշտ աղջկան ուղարկում ջուր բերելու։ Գնա մի տես քույրդ ինչ եղավ։ Լավ։ Արի ամբախտ մոտ քույր, արի տես Կիկոսիդ գլուխն ինչ եղավ։ Ինչ Կիկոս։ Բայց ես ասի այ քույր, գնացի մարդի, ունեցա որդի, գդագը պոպոս, անուններ Կիկոս, վերելավ ծավի, ծածն կապքարի, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Միշտ աղջիկն էլ գնում ու չի վերադառնում։ Մայրը ուղարկում է փոքր աղջկան։ Աղջի մի գնա տես քույրդ քրերդ ինչ եղավ։ Գնացի ետ չեկան։ Այդ ինչ է։ Արի ամբախտ ոչ քույր։ Ինչ է եղել, ինչ եք լացում։ Բայց ես ասի այ քույր, գնացի մարդի, ունեցա որդի, գդագը պոպոս, անուններ Կիկոս, վերելավ ծավին, ծածը կապքարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Փոքր աղջիկն էլ գնում ու չի վերադառնում։ Մայրը որոշում է ինքը գնալ։ Արի ամբախտ տատի, այդ ես Կիկոսիդ գլուխն ինչ եղավ։ Ինչ Կիկոս այ աղջիկներ ինչ եք խոսում։ Բայց ես ասի այ մեր, գնացի մարդի, ունեցա որդի, գդագը պոպոս, անուններ Կիկոս, վերելավ ծավին, ծածը կապքարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Կորանալ քո տատի աշկերը Կիկոս ջան։ Հայրը տեսնում է, որ գնում ու չեն վերադառնում, որոշում է ինքը գնալ։ Արի ամբախտ պապի, այդ ես Կիկոսիդ գլուխն ինչ եղավ։ Ինչ Կիկոս, ինչ եք ասում։ Բայց ես ասի այ հետ, գնացի մարդի, ունեցա որդի, գդագը պոպոս, անուններ Կիկոս, վերելավ ծավին, ծածը կապքարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Այ հիմարներ, ինչ եք նստել այստեղ ու սուկ եք անում։ Ոստիկանելով ու հացելով Կիկոսը չի կենթանանը։ Վեր կացեք, եկեք վերտուն, մարդ հրավիրեք, շահ ու պատանակ անեք, Կիկոսի քերը խտան, լացով ինչ պետք է անենք, աշխարհի կարգն է, ինչպես եկել է, այդպես էլ պետք է գնա։ Ու իրենց ունեցածով սեղան են լուծում։ Ալփա ցոկի լուսավորի։ Լավ մարդ է։ Գնացին ասում ու խմում։ Այսքանով ավարտվեց մեր փոքրիկ միջոցառումը։ Շնորհակալություն ուշադրության համար։